Գարնան առաջին օրը մարզի ղեկավարը 2016-ի արվածն ու չարվածն է ներկայացնում լրատվամիջոցներին։ Մարզպետ Նալբանդյանին ուղղված հարցերը 16-ի առաջընթացի ու թերացումներից մինչև համապետական ու հետհամայնքային ընտրական պատկերն էին ամփոփում։ Արդյունաբերությունը 2016-ին առաջընթաց է ապրել, 2015-ի համեմատությամբ 11 միլիարդ դրամի աճ է գրանցվել։ Գյուղատնտեսությունը գրեթե նույն ցուցանիշներն է արձանագրել, իսկ շինարարությունը, առևտուրը նվազել են որոշակիորեն։ Չնայած որ մարզում զգալիորեն մեծ է եղել ճանապարհաշինության ուղղված ներդրումների ծավալները, իսկ հապետական ներդրումները մարզերի համաչափ զարգացման հրատապ ծրագրերի միջոցով այս տարի սպասել է պետք։ Հատկացումներն արդեն կան, ոլորտներն էլ քննարկման հարթակում են։ 150 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն, որպեսզի հրատապ ծրագրեր իրականացվեն մարզում, որոշակի չափով արդեն նախնական ծրագրերը պատրաստ են, ուղղակի առաջնահերթությունը տալու ենք այն ծրագրերին, որոնք նախորդ տարիներից նախագիծ նախարարները պատրաստ էին։ Նախագիծ նախարարները հիմնականում պատրաստվել են համայնքային բյուջեների կողմից եւ առաջնահերթությունը տալու ենք կոնկրետ այդ համայնքներին։ Իսկ որտեղ որ նախագիծ նախարարները պատրաստ չեն, մենք արդեն հայտարարել ենք մրցույթ, նախագծողները կմասնակցեն, կտեսնենք, որ կազմակերպություններն են շահում մրցույթը եւ իրենք տեղերում համայնքներում արդեն կկատարեն նախագիծ նախարարներ ըստ իրենց շահած մրցույթի։ Ըստ այդմ արդեն կներկայացնենք կառավարություն, ինձ թվում է կառավարությունը շատ արագ ֆինանսավորումը կապահովի եւ մենք կիրականացնենք։ Արդյոք մարզի ղեկավարը նախընտրական լարվածություն զգում է մարզային ռեյտինգային ցուցակով պայմանավորված? Նալբանդյանի պատասխանը բացասական էր։ Մարզպետ Նալբանդյանը դեռևս լարվածություն չի նկատում։ Ռեյտինգային թեկնածուների մեջ էլ ինչ որ պայքար պետք է լինի։ Բայց այս պայդրությամբ, եթե դուք լարվածություն տեսել եք, ես ինքս լարվածություն չեմ զգում, մրցակցություն բնականաբար լինելու է ոչ միայն այլ քաղաքական ուժերի, այլ նաև հենց մեր քաղաքական ուժի ներկայացուցիչների մեջ։ Եվ այս պարագայում ես առողջ մրցակցության կողմնակից եմ, այս պայդրությամբ կրկնում եմ, որևէ լարվածություն ես չեմ նկատել, վստահ եմ ու համոզված, որ մինչև ապրիլի 2-ը լարվածությունը չի խորանա, չի արմատավորվի, որովհետև մենք նաև մտածում ենք, որ ապրիլի ընտրություններից հետո Վանաձորում եւ հատկապես մարզում լինի ավելի առողջ մթնոլորտ, քան մենք պատկերացնում ենք։ Ինչ վերաբերում է Վանաձորի ավականունիստերին, մարզպետը բոլոր դեպքերում կողմնակից է նրան, ինչ հնարվում է օրենքի սահմանում։ Մոտեցումը հստակ է, իրենք կողմնակից են, Վանաձոր քաղաքի կառավարումը դարձնել մասնակցային եւ շահագրգռված են, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը Վանաձորի կառավարման գործընթացին լինեն մասնակից։ Իսկ թե օրենքը ինչ է պարտադրում, դա արդեն համայնքի ավականին եւ համայնքի ղեկավարը որոշում կկայացնեն, թե հաջորդ նիստը կայացնելու են, թե ոչ, դա արդեն հարցը պետք է ուղղեք իրենց։ 2016-ի կատարած աշխատանքների թվում են նաև աղետի հետևանքով բնակապահովման խնդրի լուծման ուղղված քայլերը։ Այդուհանդերձ խնդիրն առկա է ու բաց գյուղական համայնքների գծով։ Մարզպետ Նալբանդյանն ասում է, որ այս ուղղությամբ եւս աշխատանքներ տարվում են։ Շուրջ 225 միլիոն դրամի ծրագիր իրականացրինք 50 ընտանիքի համար։ Մենք նաև Վանաձորի 14 ընտանիքի խնդիրը ամբողջությամբ լուծեցինք։ Բաց է մնացել գյուղական համայնքների 300 մոտ 50 ընտանիքների հարցը, կառավարությունում մենք քննարկել ենք, վարչապետի կողմից կա հանձնարարական քաղաքաշինության նախարարությանը, որպեսզի քաղաքաշինությունը մարզպետարանների հետ, խոսքս վերաբերում է Լոռի, Շիրակ եւ Արագածոտ մարզպետարանների հետ մի հատ ամբողջական գույքագրում կատարեն, որպեսզի հասկանանք ինչ տարբերակներ կա, որովհետև համայնքի ղեկավարները բնակիչների հետ երբ որ խոսում են, կա առաջարկություն, որ ֆինանսական աջակցություն լինի, այլ ոչ թե զրոյական վիճակից բնակարաններ կառուցվի, բայց մեր մարզում մենք գիտենք, որ կան նաև արդեն իսկ կիսակառույցներ, որոնք շուրջ 2-3 տարի մնացել են որպես կիսակառույց։ Պետք է հասկանալ, կիսակառույցին ֆինանսական աջակցություն անել ավարտին հասցնելն է շատ ավելի շահեկան տարբերակ, թե մինչև 30% շինարարությունը այլ մոտեցում լինի, մինչև 50 այլ, 50-ից բարձր այլ մոտեցումներ։ Այսինքն հիմա քննարկման փուլում է եւ շատ շուտով վերջնական որոշում կկայացվի եւ կներկայացվի արդեն վարչապետին։
Ասուլիսին հնչած հարցերի թվում նաև 2017-ի անելիքներն են Smart գաղափարը դրանց շարքում առաջնայինն է։ Smart գաղափարը պետք է լինի բոլոր ոլորտներում։ Պետք է Smart գաղափարին լուրջ ուշադրություն դարձնել, որովհետև Smart գաղափարը ինքնանպատակ չէ, Smart գաղափարի նպատակը հիմնական դա մարզի տնտեսության զարգացումն է բոլոր ոլորտներում, որովհետև մենք գիտենք առանց ՏՏ ոլորտի որևէ ոլորտ չի կարող ավելի արագ տեմպերով զարգանալ, քան մենք ցանկանում ենք։ Հարցեր հնչեցին նաև Ուրասար Կատնաջուր ճանապարհահատվածի հաճախակի փակման մասին, նաև N6 ավտոճանապարհի շինաշխատանքներից խոսք գնաց։ Առաջինի դեպքում ճանապարհի խնդիրն առաջ է գալիս ոչ թե ճանապարհաշինարարի վատ աշխատանքի պատճառով, այլ հաճախակի տիող բուքն է ստեղծում խնդիրներ։ N6-ի շինարարության երկրորդ մասն էլ շուտով կսկսվի։ Ասուլիսին հնչեցին նաև այլ հարցեր, իսկ վերջում մարզպետ Նալբանդյանը չշրջանցեց օրվա խորհուրդը։ Շնորհավոր Գարնան առաջին օր։ Անահիտ Կարապետյան, Համլետ Պապանյան, Մոլորակ։